Այսօրվա մեր թեման առողջ հաղորդակցությունն է ամուսնությունում, որտեղ հաղորդակցությունը կարևոր բաղադրիչն է մեր կյանքի։ Կարելի ասել հաղորդակցությունը հենց իմաստն էր, որով ստեղծվեց մարդը, եւ հաղորդակցությունը առաջինն էր, որ Աստված խոսեց մարդ ստեղծելուց, արուեք մեկ լինեն, եւ հասկանում ենք, որ հաղորդակցությունը բանալի է առողջ եւ օրհնված ամուսնության համար ու շատ ամուսնություններ այսօր տառապում են նույնիսկ քանդման եզրին են մի քանի պատճառներով իհարկե հիմնական պատճառը մարդկային ընկած բնությունն է էգոիստական եսակենտրոն սեփական հաճույքները ցանկությունները փնտրելու ամեն գնով բնությունը որ իրականում շահագործում է դիմացինին մանավանդ ամուսնության մեջ մյուս պատճառը վատ հաղորդակցությունն է ու շատ անգամ զույգեր ամուսինները վատ հաղորդակցության չհասկանալու իրար պատճառով տառապում են եւ դրա պատճառով տառապում են նաեւ ուրիշները Այսօր խոսենք հաղորդակցության կարևորության մասին եւ ինչպես ձևավորել ու ունենալ առողջ հաղորդակցություն, այնպես ինչպեսին Աստված ենթադրել այն։ Մենք իրականում ունենք հաղորդակցության երկու ձև։ Մենք հաղորդակցում ենք երկու ձևով։ Առաջինը դա նպատակամղված հաղորդակցությունն է, ինչը մենք դիտավորյալ, նպատակամղված, մտադրված որոշակի բաներ ենք անում, ինչ-որ բան փոխանցելու, հասկացնելու համար։ Ու երբ որ մենք խոսում ենք հաղորդակցության մասին, սովորաբար նկատի ենք ունենում սա, հիմնականում։ Բայց իրականում գոյություն ունի երկրորդ հաղորդակցության ձևը, դա չնպատակամղված հաղորդակցությունն է, որը ամենաշատն է իրականում եւ ավելի ընդարձական Մենք ավելի շատ ենք այդ չնպատակամղված հաղորդակցության մեջ հաղորդակցում, քան նպատակամղվածի մեջ։ Բայց դե մենք չենք նկատում։ Ինչու՞ է տարբերությունը, փորձեմ տարբերությունը բացատրել։ Օրինակ, եթե դուք գտնվում եք, ասենք, որևէ հասարակական վայրում եւ տեսնում եք ոստիկանի, չէ, իր հագուստով, հատուկ եւ զենքով Դուք միանգամից հասկանում եք, որ ինքը ոստիկանն է, չէ, որտեղ ինքը իր այդ արտաքինով արդեն հաղորդակցում է դա մեզ, մենք դա տեսնում ենք, գիտենք, ինքը այստեղ է կարգի պահպանման համար, ինքը ոստիկանն է ներկայացնում է պետությունը եւ այլն, ինքը դա չի ասում, չէ, դա չի գալիս մեզ, հատուկ ասում լսի սիրելիս ես ոստիկան եմ, եւ մենք տեսնում ենք եւ իր հագուստը, իր շարժուձևը, իր զենքը, ամեն ինչ խոսում է դրա մասին, այսինքն ինքը հաղորդակցում է, ով է ինքը, նույնիսկ չնպատակամղված մեզ, բայց եթե ինքը խոսում է ձեր հետ, ներկայանում է, ասում է իր ազգանունը, իր կոչումը, չէ, կամ զենքը պարզում քո վրա, սա արդեն նպատակամղված հաղորդակցությունն է, դու արդեն կոնկրետ ավելին ես իմանում այդ ժամանակ եւ ունենում որտեղ իր հաղորդակցությունը այդ պահին նպատակամղված է։ Հիմա երբ խոսում ենք նպատակամղված եւ չնպատակամղված հաղորդակցությունների մասին, կարևոր է զանազանել իրենց։ Չնպատակամղված հաղորդակցությունը հատուկ թիրախ չունի։ Այսինքն մենք ինչ որ հատուկ մեկի համար չենք անում, միակողմանի է, այսինքն ես անում եմ ինչ որ մեկի համար, երկրորդ կողմը չկա հատուկ իմ համար, ու քանի որ մենք դա չենք անում հատուկ ինչ որ մեկի համար, հիմնականում այս ձևը անտեսված է, բայց դա մեր հիմնական ձևն է, 24 ժամ 7 օր շաբաթական մենք հաղորդակցում ենք մեզ։ Անկախ մեր տեղյակ լինելուց կամ չլինելուց, մենք մեր շրջապատին ինչ որ բան ենք հաղորդում։ Օրինակ, մեր վարքով, ինչպես ենք նստում նույնիսկ, ինչպես ենք շարժվում, մեր մարմնի դիրքը, աչքերի արտահայտությունը, ձայնի տոնայնությունը, ինչ ենք հագել, հագնվել, օրինակ, եթե դու գնում ես խանութ ինչ որ, չգիտեմ, տնային շորերով, դա մի բան է հաղորդակցում քո շրջապատին,
եւ երբ որ դու պճնվում ես, չեն քո վերջին գեղեցիկ շորն ես հագնում, սանրվում ես, հարդարվում ես, չգիտեմ, անուշահոտ դուխ ես օգտագործում, օծանելիք ես օգտագործում, դու մեկ այլ բան ես իրականում քո շրջապատում հաղորդակցում։ Գիտակցված թե չգիտակցված, դու հաղորդակցում ես։ Քո պարագաները, քո հագուստը, հա, իրանք հիմնականում հաղորդակցում են քո դիտավորությունների մասին, քո տրամադրության մասին, քո ով լինելու մասին, քո շրջապատին վերաբերվելու մասին եւ այլն, հա։ Ու սա կարևոր է հիշել հաղորդակցության մեջ։ Զույգերի մեծ մասը հաղորդակցության մեջ ձախողվում են, որտեղ անտեսում են այս չնպատականված հաղորդակցության կարևորությունը։ Մի անգամ ես հիշում եմ իմ ընկերներից մեկն էր խոսում, ասում էր մի օր կինս ինձ ասեց գնանք խանութ առևտրի, ես էլ այդպես շորտերով, մայկայով, տենց հողաթափերով ոնց որ տանն էի, դուրս եկա, ասի գնանք, ինքը նայեց ինձ, ասեց երբ որ քո ընկերները կանչում են ինչ-որ մի տեղ գնալու կամ եթե դու գործի ես գնում կամ ինչ-որ մի հատ հանդիպման ես գնում, անպայման տենց սիրունանում ես, բայց ես եմ ասում արի գնանք միասին, թեկուզ դա խանութ է, դու շատ անլուրջ ես, անպատշաճ ես, հա, ես համաչում եմ քո հետ դուրս գամ։ Ու ասում է, ընկերս ասում է, մի անգամից հասկացա, որ ինքը այլ կերպ է նայում մեր հագնվելուն, դուրսի երևալուն, քան ես եմ նայում։ Ու իրոք այդպես է, չնպատակամված հաղորդակցությունը կանայք ավելի իրազեկ են եւ ավելի կենտրոնացած են դրա վրա, քան տղամարդիկ։ Դրա համար կինը կարող է գնա ուղղակի իր շենքից իջնի, գնա դիմացի խանութը հաց առնելու եւ մի կես ժամ պատրաստվի դրա համար։ Իսկ տղամարդը հենց այդպես ոնց կա, բազմոցից վեր կենա, մայկայով, չգիտեմ, սպարտիվնիով կգնա այդ խանութը, որտեղ մենք տարբեր իրազեկում ունենք չնպատակամված մեր հաղորդակցության առումով։ Սա կարևոր է, որպեսզի մենք գոնե տղամարդիկ սկսեն կարևորել չնպատակամված հաղորդակցությունը, նույնքան որքան կարևորում ենք նպատակամղվածը։ Նպատակամղված հաղորդակցության ժամանակ սա ավելի պարագայական է, այսինքն ինչ-որ կոնկրետ պարագայի համար ենք մենք կենտրոնանում, կարճաժամկետ է, ունի իր հատուկ թիրախը, ունի իր նպատակը, այսինքն այդ հաղորդակցություն ինչ-որ հատուկ կոնկրետ նպատակ ենք հետապնդում, սրան ավելի իրազեկ են տղամարդիկ ավելի սրան են կենտրոնացած։ Բայց երկուսն էլ կարևոր են ու կարևոր է թե տղամարդիկ թե կանայք, ամուսինները, երկուսն էլ իրենց թե նպատակամղված թե չնպատակամղված հաղորդակցությունը իրար համար հարմարեցնեն, հա։ Այո, դու տանն ես, ուրիշ մեկը չկա, կինը տա, բայց եղի այնպես ինչպես մի բան հաղորդ իրան, հա, քո այդ տան լինելու վիճակով էլ կամ եւ այլն, կամ նույնը կինը։ Հիմա կարծում եմ սա կարևոր էր, մտածելու ձեզ տեղիք կտա ու խնդրում եմ մտածեք ձեր հաղորդակցության այդ մեթոդների, այդպես ասած, երկու դրսևորումների մասով, ինչպես կարող եք այն բարելավել։ Խոսեք իրար այդ զույգերով, ու եթե քո համար կարևոր է քո կինը կամ կարող է քո տղամարդը, կարևոր է նաև այս մասը։ Նկատել եք, որ ինչ-որ միտեղ պետք է միասին գնաք, կինը տանթա անհանգստանում է, սա հագնեմ, չէ, սա դնեմ, սա կսեմ։ Միայն այդ ժամանակա, որ տղամարդը եւս սկսում է ուշադրություն դարձնել, որ չէ, սա սազում է, սա չի սազում, չէ, այսպես կարճ մի հագի կամ այսպես մի արա, բայց մնացած ժամանակը կարծես այդքան ուշադիր չի դրանում։ Նույն ձև իր հանդեպ, հա, երբ որ տղամարդը պիտի ինչ որ միջավայրում լինի, որը իր համար այդքան էլ կարևոր չի, ինքը չի հետևում իր արտաքինին, շարժուձևին եւ այլն։ Չնայած կան տղամարդիկ, որոնք շատ ավելի ուշադիր են, մանավանդ չամուսնացածները, որտեվ հասկանում են, որ ցանկացած ոչ նույնիսկ նպատակամղված միջավայրը կարող է իր կյանքի լուրջ որոշման ընտրության միջավայրը դառնա։ Հիմա խոսենք նպատակամղված հաղորդակցության մասին, որտեղ չնպատակամղվածը ունի իր խնդիրները,
որի մասին խոսեցինք, բայց շատ ավելի կարևոր է սկսել նպատակամղվածից, որտեղ երբ որ մենք նպատակամղվածը սովորում ենք, կան մի քանի հմտություններ, չնպատակամղվածը դառնում ավելի հեշտ, հա, ավելի կիրառելի։ Կան 5 հիմնական հմտություններ, որոնք մենք այսօրվա մեր դասերին կուսումնասիրենք։ Առաջինը դա համալարման հմտությունն է։ Ինչ է համալարումը։ Համալարում տերմին ինքը տեխնիկական տերմին է։ Այն առաջացել է այն ժամանակ, երբ որ սկսեցին ռադիո ալիքները օգտագործել, հա, եւ ռադիոընդունիչը եւ հաղորդիչը, որպեսզի ռադիոընդունիչը տեսներ հաղորդչին, պետք է նույն այդպես ալիքի երկարության վրա լինեին, հա, այն հին մեր ռադիոընդունիչների վրա կհիշեք, հա, այդ tuning ասվածը անգլերեն, որ մենք настройка ռուսերեն, որ պատտում ենք, չէ, որպեսզի ալիքները, այդ կանալները, ռադիոկանալները բռնեինք, այդպես ասած, իսկ դրա համար պետք էր ալիքի երկարության տեղաշարժաներ, փոփոխել ալիքի երկարությունը եւ համապատասխան ալիքի երկարության դեպքում լսում ենք համապատասխան ռադիոկայանին։ Դա համալարումն է, երբ որ ռադիոընդունիչը եւ ռադիոհաղորդիչը, ալիքի հաղորդիչը գտնում են նույն ալիքի երկարության վրա եւ կարող են իրար լսել, այդպես ասած։ Հիմա համալարումը դա նշանակում է, որ դու տրամադրվում ես հասկանալու համար քո դիմացինին եւ դու համալարվում ես իր ներքին առաջին հերթին իրականության վրա, քան թե արտաքինին։ Ցավոք մեր հիմնական հաղորդակցության խնդիրը կայմանանում ու մենք ավելի շատ արձագանքում ենք, դիտարկում ենք արտաքին դրսևորումը հաղորդակցության, գոռաց, չգիտեմ, ձեռք շարժեց, այսպես ասեց, փնչացրեց եւ այլն, ու դրա վրա ենք մեր ուշադրությունը սևեռում, բաց թողելով շատ ավելի կարևոր բան, ներքին իրականությունը, ու պետք է հարցնել դրա համար, համալարման համար, հասկանալու համար, որ իմ ամուսինը կամ իմ կինը, հա, ամուսին եկեք ասելով հասկանանք երկուսին էլ, ինչ է իրականում ինձ ուզում հայտնի, հա, իր իրական շարժառիթը, դրդումը ինչա, անկախ ձևից, որտեղ ձևը մեկ այլ խնդիր է, բայց ներսը, հա, ես ուզում եմ հասկանամ իր ներսը, համալարվեմ իր ներսի վրա, ինչն է իր շարժառիթը, ինչ է ինքը հայտնում, դա վախ է, դա անհանգստություն է, անվստահություն է գուցե, զայրույթ է, պահանջ է, ուրախություն է, բերկրանք է, սեր է, ինչ է, հա, անկախ արտաքին դրսևորումից համալարվել հասկանալու ներսի շարժառիթը, ներսի զգայականությունը։ Երկրորդ, ինչն է նպատակը, ինչի է ասում, հա, այդ իր հայտնելու հաղորդակցման նպատակը, ուզում եմ որ ես ներգրաված եմ ինչ-որ բանով, թե ուղղակի ներկա լինեմ, լսեմ, հա, թե ոչինչ չանեմ կամ բացակա լինեմ։ Երեք հիմնական բան՝ ներգրավում, ներկայություն, բացակայություն։ Շատ անգամ մենք տղամարդիկս մանավանդ, որտեղ մենք խնդիր լուծող ենք միշտ մեզ տեսնում, մեզ թվում է եթե մեր կինը ինչ-որ բան ասում, ուրեմն ինչ-որ խնդիր կա պետք է լուծվի։ Ու մենք ոչ թե համալարվում ենք հասկանալու ինչու է ինքը կիսում, որտեղ շատ անգամ ինքը ուղղակի ներկայություն է ուզում։ Ինքը ուզում է որ ուղղակի դու լսես իրան։ Հատուկ բան պետք չի որոշել, հատուկ բան պետք չի անել, ուղղակի պետքա լսել, իրան պետքա որ ուղղակի լսես։ Բայց մենք արձագանքում ենք չհասկանալով իր շարժառիթին, իր նպատակին, սկսում ենք բան անել։ Բորբոքվել, օրինակ դրա ժամանակն է, ես չունեմ ժամանակ, ես ֆինանս չունեմ, ես հնարավորություն չունեմ, բայց ինքը չէր կիսում քեզ, որ դու ինչ-որ խնդիր լուծես, հա, դու չհամալարվեցիր իր հետ։ Շատ օգտակար է ինչ-որ ճշտումներ անելը, ասել ուզում ես լսեմ ուղղակի, թե ուզում ես շո բան անեմ դրա համար, մեկ ճշտի կամ փորձառու ամուսինները արդեն հասկանում են իրար, հա, երկար ժամանակ համալարված լինելու շնորհիվ շատ ամուսիններ արդեն հասկանում են նպատակը որն է ու էլ չեն էլ հարցնում, չեն էլ ճշտում։ Բայց եթե վստահ չեք, լավ է ճշտեք, լավ է հասկանաք, ինչ է ուզում քո ամուսինը կամ քո կինը, ուզում է որ դու ներգրաված լինես, ինչ-որ բան անես, բան պիտի անես,
թե ուղղակի ներկա լինես, լսես ուղղակի, հա, կամ նույնիսկ բացակա լինես։ Երրորդ համալարման համար, երբ որ մենք գիտակցեցինք, հա, առաջի երկուսը կատարվեց։ Իսկայն ես հասկացա իր շարժարը, թե ինչա հայտնում, վախը հայտնում, անհանգստությունը, անվստահությունը եւ այլն, հա, այդ եւ ինչ նպատակ ունի, ես նոր արտահայտում եմ, արտացոլում եմ, այսպես ասած, հայելային ձևով դրսևորելով իր հուզականությունը։ Օրինակ, երբ որ ես պատկացի կինը լարված, անհանգստացած, խառնված է իրար, ու տղամարդը տենց լավ դե ինչա դու դրա համար խառնվել ես իրար, համալարում չկա։ Ու հաջորդ անգամներին կինը վստահ չի, որ բացվի իր զգացումները քո հետ։ Իսկ այդ չբացվելը, ունակ չլինելը, համալարված լինելու, այդպես ասած, երկուսի մեջ ստեղծում է տարածություն, ստեղծում է վիրավորանք, ստեղծում է անբռնված չլինելու, հետո էլ կուտակվում է սիրված չլինելու զգացումը առաջացնում եւ խորթացնում է։ Դա համար շատ կարեւոր է, որ մենք թե կինը, թե տղամարդը իրականում արտացոլենք հուզականությունը, հա։ Եթե դա անհանգստություն է, մենք անհանգստություն ցույց տանք։ Մենք կարող է հետո խնդիրը այդքան էլ անհանգստանալու չի իմ համար, բայց ես նախ ցույց տամ, որ ես էլ եմ անհանգստացած, որտեվ ինքն է անհանգստացած, եւ հետո տանեմ արդեն այնտեղ, որտեղ իմ հուզականությունն է, հա, վստահություն, ապահովություն եւ այլն։ Եվ ինքն էլ ուզում է կինը, հա, մանավանդ տղամարդը առաջնորդ է այդ մասով։ Դու հանդիպում ես իրան այնտեղ, որտեղ ինքը է, եւ տանում ես այնտեղ, որտեղ դու հավատում ես, որ պետքա լինեք, հա, եւ ոչ թե դու խոսում ես այնտեղից, որտեղ դու ես, այնտեղ, որտեղ ինքը է, դա չի օգնում, հա, դու միանգամից դիստանցիա ես ցույց տալիս ու դու չես մոտենում։ Ու կինը բողոքելու է միշտ, որ դու ինչ չես հասկանում։ Ես ասում եմ, ինչ չեմ հասկացել, հասկացա խնդիրը, դա խնդիր չի, բայց ինքը ոչ թե ուզում է, որ դու խնդիրը վերլուծելով հասկանաս, այլ հասկանաս իր հուզականությունը, հասկանաս իր շարժարիթը, դրդապատճառը, այնտեղ լինես իր հետ, հա, մեկանաս իր հետ։ Դա ցույց է տալիս, որ երբ որ դու համալարվում ես ու արտացոլում ես իր հուզականությունը, որ դու ուշադիր ես ու հոգ ես տանում իր համար։ Այստեղ կարևոր է ձայնի բարձրությունը, որ իր նույն ձայնի բարձրությամբ խոսես, հա, եթե ինքը շշնջում է, շշնջա իր հետ։ Լարված է, լարվիր իր հետ, հա, մտիր այնտեղ, նույն համալարվիր, նույն ալիքի մեջ մտիր, հետո կտանես քո ուզած ալիքի մեջ այդպես։ Զգայական ֆոնը, եթե տխրություն ցույց տուր, ուրախություն, կարող է մտածեք, օй դա խաղալ է, ես արհեստական չեմ ուզում խաղամ, դու արհեստական չես խաղում, դու կարևոր է երկուսը մեկ պիտի լինեն, ասես չէ Աստված, երկուսը մեկ, հիմա ինքը ինչ որ մի հատ իրավիճակում է, ինքը նախաձեռնել է հաղորդակցությունը, իր համար դա կարևոր է, դու մեկ ես դառնում իր հետ, մեկ ես դառնում իր զգացումի հետ, իր հուզականության հետ, իր նպատակի հետ, հա, եւ հետո արդեն լինելով իր հետ մեկ կարող է ստանել այնտեղ, որտեղ ավելի ճիշտ վիճակն, ավելի ճիշտ հուզականությունն, զգացումն, որոշումն եւ այլն է։ Ու սա կարևոր է քո արձագանքը ցույց տալը, ու ամուսինների մեծ մասը ձախողվում են այստեղ։ Հավանաբար դուք ունեք տարբեր խառնվածքներ եւ այդ տարբեր խառնվածքների պատճառով տարբեր ձևի եք արձագանքելու տարբեր իրադրություններին։ Մենք հատուկ մի օր վստահ եմ դաս կունենանք, որտեղ խոսենք այդ տարբեր խառնվածքների մասին, որը կօգնի ավելի հասկանալու քո ամուսնուն կամ կնոջը, հասկանալու ինչ են իրանք որոշակի ձևի վարվում, որոշակի իրավիճակների մեջ։ Նույն կերպ խառնվածքները հետաքրքիր են, որ շատ ամուսնություններ կայացել են, որտեղ տարբեր խառնվածքներ իրար ձգել են։ Միշտ ամուսնանալուց ընկերության այդ սիրահարվածության process-ում նախնական մարդիկ իրենց դիմացինի մեջ փնտրում են այն, ինչի կարիք իրենք ունեն, հա, ինչը չունեն իրենք, փնտրում են իր մեջ։ Եվ դա գրավիչ է, ասենք ինգրամփոփ մարդիկ ձգտում են դրսևորվողներին ու հակառակը, բայց դա կարճաժամկետ իրականություն է, ձգումը, հա,
երկարաժամկետ իմաստով իրենք որոշակի ժամանակ անց սկսում են խնդիրներ ունենալ իրենց այդ խառնվածքների տարբերության պատճառով։ Դա համար կարևոր է, որպեսզի մենք հարգենք, այսպես ասած, ընդունենք մեր ամուսնու, մեր կնոջ խառնվածքը եւ իր հետ լինենք այդ խառնվածքը ընդունելով հայելային ցուցադրելու, իսկ եթե դու այդպեսին չես, բայց հետո գնալու մեկ այլ իրականության մեջ։ Հուսամ սա օգտակար էր։ Երկրորդ հմտությունը հաղորդակցման դա մտածողությունն է, միտքը։ Հիմա նայեք, շատերը խոսում են կամ դրսևորում են հաղորդակցության մեջ առանց մտածելու։ Իրականում հաղորդակցությունը մեծ մտածելու պաշար է պահանջում, գործ է պահանջում։ Եթե դուք չեք նախաձեռնողը հաղորդակցության, քո կինը կամ քո ամուսինը ինչ-որ բան է ասում, մտածեք իր խոսքերի վրա, հա, այդ խոսքերի կշռի վրա, մտածեք խոսքերի արտահայտման ձևի վրա։ Երբ որ նախաձեռնողը դուք եք, նախապես մտածեք, հա, ու շատ կարևոր է, որ երբ որ հաղորդակցում ենք, մեր դիմացին հասկանա, որ մենք մտածել ենք ու մտածում ենք, նոր ենք հաղորդակցում, հա, սա ավելի մեծ քաշ, արժեք եւ կարեւորություն է տալիս մեր հաղորդակցությանը, նաեւ օգնում է հասկանալու դիմացինին, հա, եւ որ ես գիտեմ, որ դու մտածել ես, լավ ես մտածել, այդպես ասած, ինձ ավելի հեշտ է վստահել քո մտքերին, ավելի հեշտ է adekvat գնահատել, հա, քո մտքերը, քան թե որ դու սպոնտան եկար մի բան ասցիր, ես դժվար է այդ սպոնտան մտքին լիարժեք ընդունելություն ցույց տալ, հա, ես ասում եմ մի րոպե մի շտապ ելը սպասի թող մտածեմ, հա, կամ չեմ ասում այդպես, բայց ինչ եմ անում, ինչ որ ձևի մերժում եմ հաղորդակցությունը, որտեվ պատրաստ չեմ, հա, վստահ չեմ, որ ճիշտ է այդ քննարկումը կամ այդ միտքը կամ այդ նյութը, հետո մտածում են, մանավանդ եթե ձեր ամուսինը կամ կինը այդպես տեսակա, մտածող տեսակա, հաստատ ինքը չի շտապելու արձագանքելու սպոնտան մտքերին ու հակառակը ավելի վստահելու է, եթե մտքերը նախապես մտածված են։ Դա համար նաև հաղորդակցության մեջ պետք է ընդունել ավելի պարզ խոսքերը, կարճ նախադասությունները, իմաստավորված, առանց երկար բարակ տեղեր մտնելու, հա, օրինակ շատ անգամ պիտի այն ակետից բեկետը հասնենք, բայց սկսում ենք խոսակցությունը ակետից, փոխանակ արագ մի քանի պարզ քայլերով հասնենք բեկետին, մի հատ C ենք գնում, մի հատ հիշում ենք D-ն էս մասին, ինչ որ կար, հետո մի հատ Y-ն ու լսողը չի ընկալում, որտեղ դու քո մտքում ունես B-ն, հա, բայց ինքը B-ն չի տեսնում։ Ու ինքը սկսում է խճճվել, չհասկանալ, ի վերջո ո՞րն էր նպատակը, C-ն էր, Y-ն էր, D-ն էր, ո՞րն էր։ Բայց երբ որ դու մնում ես, հա, նախապես մտածել ես հաղորդակցության իմաստով, ու դա ժամեր չի, դա ուղղակի հմտություն է, հա, եւ որ դու սկսում ես դա անել, ավելի արագանում է քո մոտ։ Դու գիտես ինչ ես ուզում ասես, ինչի հասնես, հա, նույնիսկ դու կարող ես հաղորդակցությունը սկսելուց ասել, խնդրում եմ 10 վայրկյան ինձ տրամադրիր, մի հատ կարճ բան եմ ասելու, հա, ու այդ կարճը արագ ասես ու պարզ հասկանալի։ Քան թե որ սկսում է այն կողմենքով լսողը չգիտի մի որին արձագանքի, ինչպես արձագանքի, հա։ Դա համար միտքը, մտածողությունը կարևոր հմտություն է հաղորդակցության մեջ, մանավանդ այն թեմաները, որոնք կարևոր են, այն թեմաները, որոնք իրապես լուրջ արձագանքի եւ վերլուծության եւ որոշման կարիք ունեն։ Անպայման կարիք կա այս հմտությանը, մտածողության հմտությանը, որպեսզի հաղորդակցությունը արդյունավետ լինի։ Որտեղ եթե դուք ինքներդ մշուշոտ են ձեր մտքերը, հաստատ եթե դուք հələ վստահ չեք ինչ եք ուզում ասել, ձեր խեղճ ամուսինը կամ կինը ինչպես հասկանա։ Գնանք երրորդ հմտությանը։ Երրորդ հմտությունը դա ակտիվ լսելն է կամ ակտիվ լսողությունը։ Հակոբոսը իր նամակում ասում է սիրելիներ, ամեն մարդ թող արագ լինի լսելու մեջ եւ դանդաղ զայրանալու մեջ, հա, կամ խոսելու մեջ։
կամ առակած 18-13-ը ասում է, եթե մեկը պատասխան տա նախքան լսելը, դա իրեն հիմարություն եւ ամոթ կհամարվի։ Իհարկե, շատ կարևոր է զարգացնել այս ակտիվ լսելու, ոչ թե ուղղակի լսելու, որովհետեւ դա ֆիզիկական լսողության մասին չի, այլ ակտիվ լսելու մասին է։ Ինչ է դա նշանակում։ Սա նշանակում է, որ ես ուշադիր եմ, ներգրաված եմ լսելու process, că ես ինքս կենտրոնացած եմ իմ լսելու process-ի վրա։ Ես ուշադիր եմ, թե ինչ եմ լսում, ինչ եմ հասկանում իմ լսածից եւ համատում եմ այն համալարման, մեջ համատում եմ արդյոք ճիշտ եմ լսում, ինչ որ դու ասում ես։ Ու դրա համար կարևոր է երբեմն ճշտումներ անել, ասել մի րոպե կնես, սա նկատի ունես, թե նա նկատի ունես, եթե քեզ անորոշ է, որտեղ լսելը դա ճանապարհ է։ Հիշում եք առաջին դրանից նախորդ, հմտությունը դա մտքի, մտածողության հմտությունը, ակետից բեկետը մտածված տանելն է։ Հիմա երբ որ դուք խոսում եք, դուք նախաձեռնողն եք հաղորդակցության, դուք գիտեք ուր եք տանում, բայց երբ որ դուք լսողն եք, դուք չգիտեք ձեզ ուր են տանում, չէ՞։ Դրա համար կարևոր է, որպեսզի վստահ լինեք, որ ճիշտ եք գնում ընկալման մեջ, որտեղ մեր միտքը ունի կանխատեսման ունակություն։ Անկախ ամեն ինչից, մեր մտքում մենք մենակ չենք ընդունում ասած խոսքերի ինֆորմացիան, մենք ենթադրում ենք, կանխատեսում ենք, թե ուր է գնում այս խոսակցությունը, որն է լինելու հաջորդ միտքը եւ վերջական նպատակը որն է։ Անկախ մեզնից մեր մոտ կա այդ մտածելը ու եթե տեսնում ես, որ այն ինչ որ ասվում է չի համապատասխանում քո ընկալած ենթադրած ընթացքին, լավ կլինի մի հատ հարցնես, ճշտես, որտեվ եթե չէ, էլ թողնես այդ ենթադրված ճանապարհը, հետևես իր ասված ճանապարհին կամ այլ ընթացքին, իսկ կամ հաստատվի, որ դու ավելի վստահ լինես քո շարունակական այդ մտքի հետ գնալու համար։ Դա համար շատ կարևոր է, որպեսզի շատ լսենք, հասկանանք եւ ճշտումների միջոցով հետևենք մտքի զարգացմանը։ Լսելը նաեւ հարգանք է եւ ընդունում ցուցաբերելու կարևոր միջոց է։ Եվ որ դուք լսում եք, դուք հարգանք եք ցույց տալիս։ Օրինակ, երբ որ երեխան է մանավանդ խոսում, ամենալավ բանը որ ծնողը կանի երեխային, նույնիսկ եթե երեխան այդպես նոնսենս է խոսում, եթե երեխան նույնիսկ անհետեթություն է խոսում, լավ ծնողը լսում է, մենք, չէ, երեխան զատիկ է գտել, մաման այ զատիկ եմ գտել, չեք ասում, դե մի հատ բզեզ է էլի զատիկ։ Չասում ես, վայ, ինչ լավն է, որտեղ գտար, չէ, դու իր հետ ինչ ես անում, խոսում ես իր թեմայի մեջ, շարունակում ես, որտեղ դու լսում ես իրան, հարցեր ես տալիս, եւ դա երեխային կառուցում է, քո իր մտերմությունը, վստահությունը մեծացնում է։ Բայց որ հարցը գալիս է արդեն ամուսիններին, մենք այդ նույն հմտությունը չենք կիրառում, չգիտես ինչու։ Չենք ուզում նույնքան հարգանք եւ ընդունելություն ցուցաբերենք։ Հայս ընդունում են, որ շատերը շատախոս են լինում եւ շատ ավելորդ ինֆորմացիա են, տալիս, որը խառնում է։ Այդ ժամանակ օգնեք, ասես այդ հիշում եք այդ մտածողության ընթացքի մեջ ճշտումներ տվեք, սա կապ ունի բեկետի հետ։ Եթե չէ, ասա, օքեյ, արի մնանք այս թեմայի մեջ, ու դա օգնում է, մարդը ինքն էլ չի նկատում երբեմն որ ինքը շեղում է։ Եթե մենք չենք լսում, ինչա արդյունքը։ Բացի որ մենք չենք լսում հարգանք կամ ընդունելություն ցույց չենք տալիս, կարևորություն չենք տալիս կամ չենք ցուցաբերում, այդպես ասած, բայց նաև դա նշանակում է, որ մենք ավելի շատ այդ ժամանակ կենտրոնացած ենք մեր վրա, մեր ճիշտ լինելու վրա, քան թե ճիշտը բացահայտելու վրա։ Երբ մեր լսելը դադարում է, այդ նշանակում է, որտեղ լսելու մեջ դու կարևոր ես, եթե լսելը դադարում է, ես եմ կարևոր արդեն։ Մենք կարծես արդեն գիտենք, չենք լսում, որտեղ գիտեմ թե դիմացին ինչ է ասելու, կամ ինչ պետք է ասի, կամ որն է դրա շարժառիթը։ Եվ դա էլ է վիրավորական, խոսողի համար, հաղորդակցողի համար, մանավանդ երբ որ դա արվում է շատ անպատշաճ ձևով, երբ որ դու
հասկացել ես, որ ինքը սկսել է ակետից, բայց բենա գնում, ու դու ասում ես դու սրա համար ես ասում, ու դու ասում ես այդ բեն, հա, բեկետը, ինքը ասում է, հա, ասում ես, օքեյ, շատ լավ, հա, հետաքրքիր, վիրավորանք չի լինի, հա, որտեվ օքեյ է, որ դու հասկացար ավելի լավ, հա, ինքը ավելի լավ է իրանցքում, որ ինքը այնքան լավ բացատրեց, որ դու միանգամից հասկացար ինչի մասն է խոսքը, կամ դու այնքան տրամադրված ես հասկանալու, որ դու հասկացար։ Բայց երբ որ դու կտրում ես եւ կտրում ես անպատշաճ, կտրում ես չհասկանալով ու եզրակացություն, ենթադրություն ես ասում, կամ ինչ-որ գնահատական ես տալիս առանց իրապես լսելու, համալարվելու, տենց ասած եւ բացահայտելու, ինքը շատ ավելի ցավոտ ու վիրավորական է եւ հեռացնում է։ Դեռ շատ ամուսիններ չեն խոսում, շատ կանայք չեն խոսում իրենց ամուսինների հետ, չեն քննարկում խնդիրները, որովհետեւ ամուսինը չի կարող լսի։ Իրականում հմտություն է լսել եւ ամուսին չի զարգացրել կամ հակառակը։ Երբ մենք դադարում ենք լսելուց, մենք փոխում ենք մեր հարգող, ընդունող, հա, համալարված պատրաստ դիրքը 3 հիմնական դիրքերի հետ։ Մենք կամ դառնում ենք դատավոր, որտեղ սկսում ենք մեղադրել, հա, ասում ենք, դու սա համար ես ասում, ու դա բացական, հա, կամ դու սա նկատի ունես ու մեղադրում ենք, դու ես, դու են ես, հա, կամ միանգամից մասնագետ խորհրդատու ենք դառնում, հələ չենք լսել ինչի մասնախնդիրը, ինչ է ենք ուզում հայտնի, մենք արդեն լուծումներ ենք տալիս, մենք արդեն բացատրում ենք իրեն իր զգացումները, բացատրում ենք ինքը ինչ պետք է ասի իրականում, ոնց պետք է ասեր, ոնց պետք է մտածեր, ոնց պետք է զգար, հա, մենք ոչ թե ընդունող ենք դառնում, այլ տենց բարդում ենք իր վրա մեր մասնագիտական խորհրդատվական, հոգեբանական կամ չգիտեմ ինչ խորհրդատվական իրականությունը, որտեղ մենք չենք լսում իրականում ինչ է ինքը ասում, ինչի համար ասում։ Եվ երրորդը հարց լուծող ենք դառնում, լավ կանեմ, լավ կգնամ, լավ կարճ կապի իմացա, ես չիմացար հələ, հա, պետք է այդ վերջը իրար հետ համաձայնված լինի։ Всё, ոնց որ էսեր, սա էր ուզում ասեիր, հա, օքեյ, ունես էլի բան։ Կա ինչ-որ բան անում։ Երբ որ всё էս է ասում, միասին գտանք վերջը, նոր այդ վերջից հետո հիշում եք, ինչ ես ուզում անեմ, հա, ինչ կարամ անեմ կամ ինչի մասնախոսքը։ Եվ ոչ թե միանգամից կամ դատավոր ենք դառնում, մեղադրում ենք իրան, կամ մասնագետ խորհրդատու ենք դառնում, սկսում ենք խորհուրդներ տալ իրան, վերլուծել, կամ կարճ կապի հարցը կլուծեմ, ինչ է, խանութ գնացի կգնամ կպրծնի, չէ։ Լսիր, հա, լսել ավելի կարևոր է, քան որոշում կայացնել, այդպես ասած։ Ինչ է պետք լսելու ու լսելու ունակությունը բարելավելու համար։ Նախ լսենք հասկանալու համար, ոչ թե արձագանքելու համար։ Դա համար, ինչպես ասացի, պետք է ճշտումներ անել, փոքրիկ հավելյալ հարցեր տալ հասկանալու համար։ Հարցերը պետք չի տալ ինեն ամաչացնելու կամ ինչ-որ բան հասկացնելու համար, այլ հարցերը տալ հասկանալու համար։ Լսում ենք մեր համար, ոչ թե դիմացին, այսինքն լսում եմ, որ ես հասկանամ, ոչ թե լսում եմ, որ իրեն ինչ-որ բան պատասխանեմ։ Երբ որ լսում ենք, լսելու ժամանակ ինքը առաջնորդ է, եթե ինքը խոսում է, իրան դարձեք առաջնորդ։ Հարցրեք ուր է ինքը տանում, հա, ինչ է ինքը ուզում, ինչպիսին է իր վերաբերմունքը դրան, հա։ Մտեք իր, ոչ թե դուք առաջնորդ դարձեք, մանավանդ տղամարդիկ ամուսինները միանգամից փորձում են դա լինել։ Եվ վերջինը, երբ որ լսում եք, նայեք դիմացինին, հա, նայեք ձեր ամուսնուն կամ կնոջը, նայեք թե աչքերին, թե բերանին, երկուսն էլ կարևոր է, շատ անգամ ինչ-որ միտեղ են նայում, չէ, նայեք իրար, հա, շատ կարևոր է, որ կինդ կամ ամուսինը սկսում է խոսել քո հետ, շրջվիր, եթե գործ ես անում, աման ես լվանում, թող ամանը շրջվի իրան, տղամարդ ես որ գործ ես անում, թող շրջվի նայի իրան, մի ասա ես լսում եմ, հա, դա լսել չի, որ հա էլի կլսես, բայց այն լսելը չի, որ դու կասես մի րոպե, մի վարքյան սպասես մեղն է խփեմ, այդ մեղն է խփում ես, ֆորմես ասես ասա կյանք, ինչ էիր ասում, ու նայում ես իրեն, հա, կամ սիրելիս ասա ինչ էիր ասում, ու ամանը թողում ես, փոշի թողնում ես, նայում ես իրեն։ Նայում եք աչքերին, ոչ թե, չգիտեմ, անորոշ ինչ-որ մի կետի, նայում եք աչքերին, որտեղ աչքերին նայելը ուզում է նշանակում, որ ուզում եմ հասկանամ քո զգացմունքները։ Մենք իրականում մեր մարդկային զարգացման process-ում հասկանում ենք, ճանաչում ենք դիմացին իր աչքերի դրսևորումներից, հա,
մենք մանավանդ եթե դա քո կինն է կամ ամուսինն է, դու այդ աչքերը շատ լավ ես ճանաչում, իրանք լավ հայտնում են տխուր է ինքը, ուրախ է, անհանգիստ է, ուրախացած է, թե ինչ է, հա, մենք կարդում ենք աչքերով։ Դա համար նայում ես, երբ որ դու նայում ես աչքերին, դու ասում ես, որ ես ում քո զգացումները հասկանամ, հա, դու կարևոր ես։ Նայել բերանին նաև, թե աչքերին, թե բերանին, հա, բերանին նայել նշանակում ուզում եմ հասկանամ ասածդ, հա, ոչ միայն քո զգացումները, այլ քո ասածդ։ Հիշում եք, խոսքերը կարևոր են։ Նայել խոսքերին, այդ Եվ դու այդ կոմունիկացիայի ժամանակ, հաղորդակցության ժամանակ թե աչքերին ես նայում, թե բերանին ես նայում, դիմացինը հասկանում է, որ դու համ իրեն ես կարդում զգացումները, համ իր ասածը, հա, կարևոր է։ Դու նայում ես, որպեսզի ամբողջ դրանով ցույց ես տալիս քո լիարժեք ներգրավվածությունը խոսակցության մեջ։ Սրանք կարևոր հմտություններ են, բայց կարծում եմ սրանով կվերջացնենք մեր երրորդ դասը։ Մի քիչ հետո կհետևի չորրորդը։ Մենք ունենք եւս մի քանի հմտություններ, որոնք կավարտենք մյուս դասին։ Հուսով եմ սրանք կարևոր էին, խորհեք իրancs վրա եւ փորձեք իրականացնել իրancs, կիրառեք ձեր կյանքում եւ կտեսնեք դրա արդյունքը։